Շնորհակալություն մեծարգո փոխոսնակ, հարգելի գործընկերներ։ Այսօր այս դահլիճում բազմաթիվ հարցեր հնչեցին, ես ուզում եմ դրանց բոլորին անդրադառնալ, բայց մինչ այդ ուզում եմ ասել, կներեք, անսպասելի էր տեղերով փոխվելը, շնչառությունս պիտի կարգավորեմ։ Ուզում եմ Տիկին Գյուրեղյան, շատ շնորհակալ եմ ձեր գնահատականի համար, վստահ եմ այն պայմանավորված է մեր կառուցողական քննարկումներով եւ ակտիվ մասնակցությամբ հանձնաժողովի աշխատանքներին, բայց ուզում եմ տեղեկացնել, որ ես ինքս չեմ դիմել, որ թեկնածու որպես չեմ առաջադրվել եւ այնպես չի, որ ինչ-որ տարօրինակ բան է կատարվել։ Թեկնածուների միջև կատարվել է ընտրություն եւ ես վստահ եմ, որ ամեն շատ լավ է լինելու։ Իհարկե Տիկին Հունանյանին կանդրադառնամ ամենավերջում, շատ կարեւոր հարցեր էստեղ բարձրացվեցին, ուզում եմ հերթականությամբ դրանց անդրադառնալ։ Խոսեցինք նպատակային կրթության մասին, այսինքն այն, որ մարզերում եւ շատ շրջաններում, շատ համայնքներում մենք չունենք նեղ մասնագետներ, ես ուզում եմ հիշեցնել, որ Ազգային ժողովի առողջապահության հանձնաժողովը այն ժամանակ իդեմս հատկապես Նարեկ Զեյնալյանի եւ ինձ օրենսդրական նախաձեռնությամբ էր հանդես եկել, որ նպատակային կրթության շրջանակներում, երբ որ պետությունը անվճար կրթություն պատրաստ է վճարել ինչ-որ մեկի կրթության համար, ապա պայմանը այն է, որ հետո գերատեսչությունը, լիազոր մարմինը այդ մասնագետին պիտի ուղարկի այն մարզ, այն համայնք, այն շրջան, որտեղ որ այդ մասնագետի կարիքը կա։ Օրենքը գործում է եւ մեր պարտավորությունն է որպես հանձնաժողով վերահսկել, որքանով է այն իր նպատակին ծառայում։ Սա դրա մասին։ Ինչ վերաբերում է դիահերձարաններին, կրկին մեր նախաձեռնությամբ օրենսդրական նախաձեռնությամբ հենց մենք այնպես արեցինք, որպեսզի հանկարծ որևէ դեպքում ավտոտնակներում, ինչպես նախկինում էր արվում, եւ շատ անհասկանալի շինություններում դիահերձման գործընթացներ չլինեն եւ դիահերձումները իրականացվեն բժշկական հաստատություններին կից լիցենզավորված հատուկ կառույցներում, որոնք նաև ուզում եմ շեշտել ունեն անպայման հիստոլոգիական լաբորատորիա, որպեսզի ամեն ինչ լինի ճիշտ, որտեղ մեր կարծիքով նաև հետագա վիճակագրության համար դա շատ կարևոր է ճիշտ դիահերձումներ իրականացնելը։ Այո, այսօր կոնկրետ նշված մարզում կա խնդիր, բայց խնդիրը լուծելի է, որովհետև կառավարությունը հատկացրել է գումարներ եւ այս պահին ընթացքի մեջ է կառուցումը, որպեսզի մեր քաղաքացիները 70 կիլոմետր, ինչպես պարոն Ղազարյանը նշեց, չգնան այլ կողմ, բայց մի փոքր ժամանակ է պետք դրա համար։ Ինչ վերաբերում է օպտիմալացմանը, այո, նախագիծը կախված է իդրաֆտում, շատ նախագծեր են կախվում իդրաֆտում, որոնք կամ իրականանում են կամ ոչ, կառավարչական առումով այն ինչ որտեղ արդարացված է, բայց քաղաքացիների տեսանկյունից այն կարող է ամբողջությամբ արդարացված լինել մեկ դեպքում, եթե ներդրվի ամբողջական էլեկտրոնային համակարգ, այսինքն որպեսզի քաղաքացին տեղեկանք վերցնելու համար բուժհաստատությունից տնօրենի ստորագրությունն ու կնիքը տեղեկանքի վրա դնելու համար մի համայնքից մյուս համայնք չգնա։ Եթե այդ էլեկտրոնային ամբողջական համակարգը կներդրվի եւ կարվի ամեն ինչ էլեկտրոնային, ապա այս դեպքում արդարացված կլինի, բայց սրանք հարցեր են, որոնք մենք հանձնաժողովում պարտավոր ենք առաջիկայում անպայման քննարկել։ Պարոն Դանելյանը բարձրացրեց գների հետ կապված հարցը, պարոն Թունյանը բավականին լավ պատասխանեց եւ ուզում եմ ասել, որ առողջապահության հանձնաժողովը բազմիցս առաջարկություններով հանդես է եկել եւ դիմել է կառավարությանը, որ գոնե այն առաջին անհրաժեշտության դեղերի ներմուծման պայմանները վերանայվեն, ավելացված արժեքի հարկը եթե չհանվի, ապա առնվազն վերանայվի եւ հավելագինը հնարավորինս եթե չհանվի ամբողջությամբ, հնարավորինս նվազեցվի։ Այս առաջարկությամբ մենք տարիներ շարունակ հանդես ենք գալիս եւ կառավարությունը վերջին շրջանում համենայն դեպս այս հարցը քննարկում է ընդհանուր առմամբ պետության բյուջեի ճիշտ կարգավորման շրջանակներում հուսով եմ, որ որոշում անպայման կընդունի եւ նաեւ կարծում եմ, որ առողջապահության ապահովագրման ներդրմանը զուգընթաց կամ նախապես այս հարցը պիտի կարգավորվի, որովհետեւ դա կարող է ազդել նաեւ առողջապահության ապահովագրման գների վրա։
Սա եւս առողջապահության հանձնաժողովի հիմնական խնդիրներից մեկն է եղել։ Եվ նաեւ այստեղ ուրիշ մի հատ հարց էլ կա, տեսեք, խոսեցիք չգրանցված դեղերի մասին, եթե չեմ սխալվում, Տիկին Խամոյանը այս հարցը բարձրացրեց, այո, մենք ունենք նման խնդիր եւ դա հերքելն ուղղակի անիմաստ է, բայց բացի իմ նշած վերոհիշյալ այս խնդիրներից, մենք նաեւ ունենք զուգահեռ ներմուծումներ, որոնք որ դաշտը ինչ որտեղ այսպես կարգավորումից դուրս են բերում, ինչու, որովհետև պաշտոնական ներկայացուցիչները դեղագործական ընկերությունների չեն վերագրանցվում, որովհետև կան զուգահեռ ներմուծումներ։ Սա ազդում է եւ գնային քաղաքականության վրա, եւ դեղերի որակի, եւ նաեւ մենք պաշտոնական ներկայացուցիչներ հնարավորինս օր-օրի քիչ ենք ունենում, եւ այս հարցն էլ միշտ եղել է առողջապահության հանձնաժողովի ուշադրության կենտրոնում, եւ այն ինչպես Այո, Հայաստանում թանկ է, ինչպես նշեցի, ավելացված արժեքի գինը, հավելագինը, մաքսազերծման պայմանների, ինչպես նաև զուգահեռ ներմուծումները եւ պաշտոնական ներկայացուցիչների օր-օրի քչանալը, սրանք խնդիրներ են, որոնք մենք պիտի անպայման քննարկենք։ Տիկին Գյուլիղյանը նաև արդարացիորեն նշեց, որ այն խմբերը, որոնք նշեց Տիկին Հունանյանը, արդեն սպասարկվում են պետպատվերով, բայց այստեղ կա մի տարբերություն, Տիկին Գյուլիղյան, նայեք, թիրախային տարբեր խմբեր ունեն բժշկական ծառայությունների տարբեր ծավալներ։ Այս խմբերին հենց առաջին փուլով ապահովագրություն մտցնելով մենք ունիֆիկացնում ենք ծառայությունների համակարգը եւ մեծացնում ենք տրամադրվող ծառայությունների ծավալը։ Սա է պատճառը, որ թիրախային առաջին խմբում հայտնվել են հենց նրանք։ Բայց մենք առաջիկայում իհարկե, երբ որ օրենքը կգա ազգային ժողով, շատ մեծ խորությամբ կքննարկենք եւ ես սատարում եմ պարոն Թունյանի առաջարկությանը ունենալ առանձին հանձնաժողով, որտեղ հուսով եմ բոլորս ներգրաված կլինենք, որովհետեւ այնուամենայնիվ առողջությունը բոլորիս պահպանման խնդիրն է, ինչպես մեր, այնպես էլ մեր հարազատների։ Նաեւ պետպատվերին եմ ուզում անդրադառնալ։ Այո, չեմ պատրաստվում հերքել, մենք ունենք խնդիր։ Տարվա ինչ-որ մի հատվածից պետպատվերներին, չնայած որ կառավարությունը մեծ ջանքեր է գործադրել եւ այդ ծավալը ու տրամադրվող գումարները շատ մեծացրել է, բայց եթե ձեզ իմ կարծիքը հետաքրքիր է, ապա ես կարծում եմ, որ մենք ունենք հավանաբար ենթադրում եմ պլանավորման եւ կառավարման խնդիր։ Ինչու եմ ասում, մենք տարեցտարի դիմելիության աճ ենք ունենում եւ սա բնականon աճ է եւ տեսանելի։ Եթե մենք ամեն տարի հաշվարկենք դիմելիության աճի տեմպը եւ հաջորդ տարվա բյուջեում ներառենք ենթադրվող դիմելիության չափով գումարների հատկացում, ապա մենք ամենայն հավանականությամբ այս խնդիրը չենք ունենա, որովհետև միևնույն է, քաղաքացուն առանց ծառայությունների մատուցման ոչ մեկ չի թողնում եւ այդ ծառայությունների մատուցումը իրականություն դարձնելու համար այլ ծրագրերից բերվում են գումարներ, որոնք տրվում են պետպատվերին։ Մենք կարող ենք գնալ կամ այս ճանապարհով կամ երկրորդ լուծումն էլ ես ունեմ, որը որ եռամսյակը 1 դժվարամատչելի ծառայությունների 1 շաբաթով դադարեցումն է, որովհետև մենք այս տարի ունեցանք խնդիր, որ օգոստոսի 18-ից մինչև նոյեմբերի 18-ը որոշ ծառայություններ այո կասեցվեցին պետպատվերը գումարները սպառելու պատճառով։ Եթե մենք եռամսյակը 1 շաբաթով կարողանանք դրանք կասեցնել, ինչ որտեղ դրանք կդառնան կառավարելի։ Հուսով եմ, որ բոլոր հիմնական հնչած հարցերին պատասխանեցի, չնայած էլի հարցեր եղան, բայց ընթացքում կարծում եմ մենք այդ հարցերը բոլորը կարող ենք քննարկել։ Եվ քանի որ ինձ հատկացված եթերաժամը սպառվում է, ես ուզում եմ անդրադառնալ նաև Տիկին Հունանյանի թեկնածությանը։ Տեսեք, հաշվի առնելով Տիկին Հունանյանի մարդկային որակները, պարտաճանաչությունը, պայքարելու կարողությունը եւ արդարամտությունը, ես կարծում եմ, որ մենք ունենալու ենք հրաշալի հանձնաժողով, որը միշտ աչքի է ընկել առատագույն, ամենաառաջատար քանակով եւ որակով առողջապահական օրենսդրական նախագծերով, քննարկումներով, ինչ աշխատանքային քննարկումներով, այո, ինչ չու ոչ նաև ճանաչողական այցերով, որոնք որ առողջապահության հանձնաժողովի բոլոր անդամներին զինել են բավականին լուրջ գիտելիքներով, եւ ես շատ եմ կարևորում առողջապահության հանձնաժողովը, որովհետեւ խորհրդարանական երկրում խորհրդարանի առողջապահության հանձնաժողովը թերևս այս համակարգի ամենակարևորն է, որպես վերահսկող, որպես բալանսավորող, որպես փոխզսպող եւ վայր, որտեղ որ քաղաքական
եւ նաեւ մասնագիտական որոշումներ են կայանում։ Տիկին Հունանյանը մենակ չէ, այնտեղ առողջապահության հանձնաժողովի շատ ակտիվ եւ շատ սրտացավ անդամ ունենք, իդեմս Տիկին Գյուրեղյանի, ունենք բժիշկ, ողջունում ենք մուտքը, շատ խելացի եւ շատ պատրաստված, նաեւ կառավարչական հմտություններով։ Ես եմ այնտեղ, որ 19 թվականից այդ հանձնաժողովում եմ ինչ-որ մի կարճ կամ որոշ շրջան էլ ղեկավարել կամ համաղեկավարել եմ եւ առողջապահության հանձնաժողովը շատ կարևոր դեր ունի։ Ես ուզում եմ դա գնահատել, շնորհակալ եմ ձեր կառուցողական եւ շատ բուռն քննարկումների եւ շատ կարևոր հարցեր բարձրացնելու համար եւ վստահ եմ, որ Տիկին Հունանյանը իր կառավարչական եւ կազմակերպչական ջիղը օգտագործելով մեր հանձնաժողովը իհարկե դարձնելու է այն վայրը, որտեղ որ քաղաքացիներին հուզող բոլոր խնդիրները քննարկվելու են եւ մենք գալու ենք համապատասխան լուծումների։ Շնորհակալություն։